Արդեն 1 տարի է Երևանի Մայիսիննի փողոցի 10 հասցեում գործում է քանդակագործ հայկական տիկնիկային արվեստի հիմնադիրներից Սահակ Սահակյանի անվան թանգարանը։ Վարպետի նկարչուհի թորնուհին Լուսինեն տարիներ առաջ է Իսրայելից ընտանիքով տեղափոխվել Երևան, իրականացնելու իր մեծ երազանքը։ Ես մեծացել եմ Միջին Ասիայում, հետո տեղափոխվեցինք Իսրայել, բայց ընտանիքիս հետ միշտ նպատակ ունենք, որ պետքա վերադառնանք եւ կատարեցինք այդ նպատակը։ Իմ նպատակին հասա արդեն 23 տարեկանում, երբ որ արդեն իրավունք ունես մենակդ ոնց որ որոշում կայացնես, ինձ ծնողներս թույլ տվեցին, ես եկա իմ պապիկի տատիկի մոտ ստեղ։ Ես հիշում եմ այդ օրը, որ ես եկա, պապիկս դաչայում էր, մեր ինքը խոտ էր հնձում, հերվից ձեռով արեցի, պապիկս իր այդ թողեց գործիքը եւ վազեց, ինձ գրկեց եւ ինքը շատ զգացմունքային մարդ էր, արդյունքներ էր աչքերում, միշտ լացում էր, երբ որ զգացմունքային պահեր էին լինում, ես միշտ հիշում եմ այդ ջերմ գրկախառնությունը, որ տարիներ անց ես եկա ու արդեն հասուն մեծ մարդ, ոնց որ հուշերիս մեջ մնացել է իրոք։ Ոնց գրկեց ինձ։ Ես կարելի ասել խաբում էի բոլոր հայերին դրսի, ասում էի շատ լավ է ստեղ եւ շատ վատ էր, դժվար էր մարդկանց համար, բայց ես ասում էի, զանգում ասում էի, լավ է, պապա ջան, արեք, եկեք, ամեն ինչ լավ է ստեղ, միշտ գովում էի, միշտ ասում էի, լավ է։ Ու վերջը եկան, ու մի քանի ընտանիք եկան, ոչ միայն իմ ծնողները, նաեւ հետո էլի ընտանիքներ եկան։ 7 տարի ընդամենը ապրելուց հետո ամուսնացա, էլի գնացինք դուրս։ Տենց ստացվեց, որ ես ամուսնացա էլի հեռու, բայց ամուսնուս պայմաններ դրեցի ամուսնուս դիմաց, որ մենք պետքա վերադառնանք։ Ճիշտ ասած տարիներ արագ թռան, անցան եւ սնենց ստացվեց, որ ուշ վերադարձանք, բայց վերադարձանք եւ իմ ամուսինը խոստումը կատարեց։ Նաեւ ինքը պապիկիս էր խոսք տվել, որ մենք ապրելու ենք Հայաստանում։ Քարե շենքի նկուղում, որտեղ ժամանակին լռությունն էր տիրում, այսօր ապրում է սահակյանական արվեստը՝ կավից, քարից, մետաղից, կաշվից, կտորից ստեղծված կերպարների ու պատկերների տեսքով։ Տարիներ առաջ ստեղ նկուղ էր, շենքի նկուղն էր եւ շատ վատ վիճակում էր։ Իմ ընտանիքի ուժերով, ջանքերով ստեղծել ենք մի այսպիսի թանգարան, որտեղ ներկայացնում ենք Սահակ Սահակյանի իմ պապիկի աշխատանքները։ Սահակյանի արվեստը բազմադեմ է, հարթաքանդակներից մինչև գրաֆիկա, գեղանկարներից մինչև դեկորատիվ կիրառական արվեստ։ Վարպետի ստեղծած կերպարներում մեկտեղված են վառգույնները, ազգային մտածողությունը, երկրի ու ժողովրդի նկատմամբ սերը, ժամանակին կալումը, հումորն ու երգիծանքը։ Արվեստի մի տեսակից մյուսին անցնելով Սահակյանը փորձել է հասնել ինքնաբացահայտման։ Սահակ Սահակյանին բնորոշ է եռաչափ այսպիսի ասված աշխատանքներ, որոնք պտտելուց դու տեսնում ես տարբեր կերպարներ, բազմաթիվ կերպարներ, բոլորը ունեն իրանց արտահայտությունները տարբեր այսպիսով։ Ստեղծագործական բուռն տարիներին վարպետին մեծ ճանաչում է բերել չեխ գրող, երգիծաբան Յարոսլավ Հաշեկի Քաջարի զինվոր շվեյքի արկածները անավարտ վեպի հայտնի հերոսի շվեյքի կերպարով ստեղծված շարքը։ Հաշեկի գրած գիրքը կարդալուց հետո ոգեշնչվել էր եւ այդ սատիրիկ կերպարը իրանց շատ դուր էր եկել, քանդակել էր մի շարք աշխատանքներ, որոնց շնորհիվ ստացել էր պատվավոր քաղաքացու կոչում Չեխոսլովակիայում, այն ժամանակ այդպես էր կոչվում։ Սահակ Սահակյանը հայկական տիկնիկային արհեստի հիմնադիրներից է։ Նրա ստեղծած հազարավոր տիկնիկներ այսօր աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում են։ Սա մեր հետաքրքիր անկյուններից մեկն է, հայկական տիկնիկներ են, որոնք ստեղծել է պապիկը Սահակ Սահակյանը։ Պապիկը ուսումնասիրում էր տարբեր մեր Հայաստանի շրջանների հագուստները եւ զարդարում էր տիկնիկները, օրինակ փայտե տիկնիկները շատ հետաքրքիր են եւ առաջինը ինքը ստեղծել է սեղանի ոտքից։ Նա իրան ոտքը ոնց որ փայտե հուշել է եւ շարունակել է։ Նաեւ կան կավե տիկնիկներ, տարբեր հագուստներ են, տարազներ են եւ տարբեր շրջանների հագուստներ են զարդարված տիկնիկներին։ Թանգարանի փոքրիկ այցելուների ամենասիրելի կերպարը Քաջնազարն է։ Այստեղ թույլատրվում է դիպչել քանդակներին, տեղում սովորել ու կրկնօրինակել վարպետին։
Երբ որ երեխաներ են գալիս թանգարան, միշտ հարցնում ենք ինչ կերպար կճանաչեք Հովհաննես Թումանյանի հեքիաթներից, անպայման մոտենում են Քաչնազարին եւ ճանաչում են, ինչ տարիքի ուզում լինեն, միշտ ճանաչում են եւ այնքան են ձեռք տվել քիթը, որ կարմրել է։ Ճիշտն ասած շատ հետաքրքիր եւ տարբեր երեխաներ են գալիս, երբ որ գալիս են չեն ուզում էլ դուրս գան ստեղից 2-3 ժամ հետաքրքիր շատ իրանք շատ սիրում են քննարկել, նայել, ծանոթանալ։ Սահակյանի թանգարանն այսօր հավակնում է դառնալ քաղաքի մշակութային այցեքարտերից մեկը։ Ժողովրդական արհեստի մնայուն ու անավարտ գործերը սերունդներին են պատմում երկրի ու մարդկանց հանդեպ քանդակագործի բացառիկ սիրո մասին։